Լույս առավոտին շարունակվում է եւ այսպես այն անվանում են դարի հիվանդություն եւ գնալով ավելի լայն տարածում է գտնում։ Շատերն այն կապում են արևի, ծառի ու ծաղկի, փոշու ու կեղտոտ օդի, ինչպես նաեւ սննդի հետ, ոմանք սեզոնի։ Բայց ինչ է այն իրականում եւ ինչքանով է ամառն ավելի շատ ազդում ալերգիայի վրա, կփորձենք բարձել մասնագետից։ Մեր հյուրն է Ալափգիր բժշկական համալիրի շնչառական բժշկության եւ ալերգոլոգիական իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը։ Բարի լույս։ Բարի ձեզ։ Այսինքն այդպես չէ։ Այն որ թվարկեցինք միֆ է։ Այդպես էլ կա։ Արև փոշի, որովհետև դե մեր քաղաքը այս պահին նամանավանդ նույնիսկ համաշխարհային, եթե ցուցակով նայենք, ամենաաղտոտված մայրաքաղաքներից մեկն է համարվում, որքանով է առաջին հերթին, վստահ եմ մեր հեռուստայտողներ կհուզի, առաջին հերթին ոչ թե արևը, ծաղիկը կամ պարզապես սովորական ծաղկի փոշին, այլ հենց աղտոտվածությունը, որքանով է իր մեծ ազդեցությունն ունենում հենց ալերգիայի վրա։ Եթե մենք խոսում ենք աղտոտվածության ազդեցության մասին հենց ալերգիաների առաջացման վրա, հիմնական մեխանիզմը նա է, որ դրանք վատ են անդրադառնում մաշկի բարիերի եւ լորձաթաղանթների բարիերների վրա եւ այդպիսով հեշտացնում են ալերգենների ներթափանցումը օրգանիզմ, բայց ալերգիայի առաջացման մեխանիզմները այլ են, օդի աղտոտվածությունը ավելի շատ ալերգիաների վրա ազդում է նրանով, որ սրացնում է արդեն իսկ առկա հիվանդությունները, օրինակ բրոնխիալ ասթման կամ նպաստում է քրոնիկ թոքային հիվանդությունների առաջացմանը, քրոնիկ օբստրուկտիվ բրոնխիտների եւ այլ այդպիսի հիվանդությունների առաջացմանը, նպաստում է շնչուղիների թարթիչների վատ աշխատանքին, որի պատճառով վիրուսային վարակներով ավելի հաճախ են հիվանդանում երեխաները։ Ճիշտ այնպես, ինչպես տանը ծխելը, այնպես էլ դրսի օդի աղտոտվածությունը ազդում է դրա վրա։ Ալերգիան հաճախ անվանում են դարի հիվանդություն, որը գնալով ավելի լայն տարածում է ստանում։ Իրականում ինչ է այն, պարզապես իմունային համակարգի գերզգայունություն, թե էկոլոգիայի աղտոտված օդի եւ մեր կենսակերպի արդյունք։ Վերջ-վերջը։ Ալերգիան, եթե մեկ բառով փորձենք ասել կամ մեկ նախադասությամբ, շեղված իմուն համակարգի շեղված պատասխանն է։ Եթե մեր իմուն համակարգը նախատեսված է օտար մասնիկները վնասազերծելու համար, որպեսզի դրանք չվնասեն մեր օրգանիզմը, այս դեպքում այդ օտար մասնիկները վնասելու փոխարեն վնասում է մեր սեփական հյուսվածքները եւ այդպիսով մենք ունենում ենք նման պատասխան, որը դրսևորվում է շատ տարբեր ձևերով, մաշկի վրա ցանի ձևով, փռշտոցների, քթի փակվածության, հազի ձևով։ Ամենատարածված տարբերակներից մեկը իմ կարծիքով որ քոր են գալիս այս հատվածները, հաճքի կոկորտն է քոր գալիս, աչքերը կարմրում են եւ այլ ականջները, մի խոսքով դա երևի այն ամենատարածված տարբերակներն են ու շատ են պնդում որ ինչ ասես անում ենք, ում ասես դիմում ենք ու խնդիրություն չենք գտնում։ Արդյոք դա այդպես է թե ոչ եւ արդյոք կա խնդիր լուծում եւ ինչից է պետք սկսել առաջնային, հա։ Դուք խոսեցիք իսկապես ալերգիայի ամենատարածված տեսակներից, դա ալերգիկ ռինոկոնյուկտիվիտն է, որը դրսևորվում է ճիշտ այնպես, ինչպես դուք նկարագրեցիք, եւ հետաքրքիրն այն է, որ ալերգիայի տեսակներից ամենաշատը բուժման ենթարկվում է հենց դա, այսինքն ամենահաջող կերպով բուժման ենթարկվում է դա։ Ինչպես է բուժումը իրականացվում, երկու տարբերակ կա, առաջին քայլը դա պարզելն է, թե կոնկրետ որ գործոնն է առաջացրել ալերգիան, դրանք կարող են լինել սեզոնային ծաղկեփոշիներ, խոտերի ծաղկափոշիներ, փոշուտիզ, բորբոսասնկեր կենդանիների մասնիկներ, պարզելուց հետո կան ալերգենների խումբ, որոնք կարելի է ամբողջությամբ բուժել, այսինքն պատճառը վերացնել, եւ կան ալերգենների խումբ, որոնք հնարավոր է սիմպտոմատիկ բուժում, այսինքն այն ալերգենները, որոնք ենթակա չեն հիմնական բուժման, մենք այն սեզոնի ընթացքում, երբ դրսևորվում է ալերգիան, տալիս ենք դեղորայք, որպեսզի ճնշվի։ Իսկ այն ալերգենները, որոնք որ ենթակա են բուժման, մենք իրականացնում ենք ալերգեն սպეციფիկ իմունոթերապիա։ Աշխատում է նույն սկզբունքով, ինչ որ վակցինացիան երեխաների համար, մենք փոքր դեղաչափերով ներարկում ենք այն նույն նյութը, ինչից մարդը ունի ալերգիա եւ ժամանակի ընթացքում առաջացնում ենք օրգանիզմի մոտ իմունիտետի շտկված պատասխան եւ դա էականորեն նվազեցնում է սեզոնի ընթացքում սիմպտոմների առաջացումը։ Այսինքն չի մեղմում, հետո մյուս տարի նորից կրկնվում է, թե լիարժեք վերացնում է։ Սովորաբար լիարժեք բուժում խիստ հազվադեպ է լինում, այսինքն որպեսզի ախտանիշները ամբողջությամբ անցնեն, բայց եթե դուք պատկերացնեք, որ դուք ամբողջ կյանքի ընթացքում, այդ սեզոնի ընթացքում պիտի ստանայիք
10 տեղ ենթադրենք եւ դուք բայց միևնույն է նորից ունենում եք ախտանիշներ, այս դեպքում կարող եք ստանալ 1-2 հապ եւ գրեթե չունենալ ախտանիշներ կամ ընդհանրապես չունենալ ախտանիշներ։ Այսինքն առնվազն 60-80%-ով նվազեցնում է սիմպտոմները եւ դեղորայքի ընդունում ամբողջ կյանքի ընթացքում։ Հաճախ են խոսում նաև սննդային ալերգիաների մասին։ Ամռանը, երբ մեր սննդակարգը հարուստ է վառ գույնի մրգերով եւ հատապտուղներով, ինչ հիմնական կանոններ է պետք է հետևել խուսափելու համար սննդային անսովոր բարդություններից։ Կոնկրետ այն ամենը, ինչ որ դուք նշեցիք, միակ բանը, որին պետք է հետևել, այն է, որ լավ լվանան, որպեսզի ճիճվագրություն չառաջանա։ Իրականում այդ միֆը, որ ելակը շատ ալերգիաներ է առաջացնում եւ հատապտուղները, իրականում ամենակիչ ալերգիա առաջացնող մթերքներից է, բայց իհարկե այդ մթերքները կարող են գրգռել մաշկը, որոշակի կարմրություն առաջացնել, որը ընկալվի որպես ալերգիա, բայց դրանք վտանգավոր չեն եւ ընդհակառակը ես խրախուսում եմ, որ մարդիկ այդ մթերքները հաճախ օգտագործեն։ Իսկ այն մարդիկ, ովքեր ունեն ապացուցված ալերգիա այդ մթերքներից, որոնք խիստ հազվադեպ են հանդիպում, պետք է խուսափեն։ Որպես բազմամյա փորձ ունեցող մասնագետ, ինչ հիմնական եւ ամենակարևոր կանխարգելիչ քայլերը խորհուրդ կտաք մեր շատ սիրելի հեռուստադիտողներին ամռանն ավելի հանգիստ եւ անվտանգ անցկացնելու համար։ Արդյոք ինքնաբուժությունն այս դեպքում ամենամեծ վտանգն է։ Առաջի հերթին ես կուզենայի, որպեսզի մեր հեռուստադիտողները տեղյակ լինեին ինչպես երեխաների մոտ կանխարգելել ալերգիայի առաջացում, որպեսզի հետո ամառվանից առաջ ստիպված չլինեն կանխարգելել։ Ամենաառաջին ապացուցված փաստը, որը վկայում է, որ ինչպես է առաջանում ալերգիան, դա երբ ծննդատներում երեխաները ուտում են մեկ շիշ կաթնախառնուրդ արհեստական եւ հետո դադարում են ուտել եւ մայրը կերակրում է կրծքով, այսինքն պետք է ամեն գնով խուսափել կյանքի առաջին ամսվա ընթացքում որևէ արհեստական կաթնախառնուրդ օգտագործելուց։ Սա առաջի ամենակարևոր եւ ամենաբարձր ապացուցողական մակարդակ ունեցող փաստն է, որը վկայում է, որ այս մի հասարակ միջամտությունը կարող է կանխել ալերգիաների առաջացումը, այսինքն այդ պրիմիտիվ դելավ երեխան սոված է մի քիչ տանկ ուտի կշտանա, մինչև ամենաառաջի սխալն է, որ պետք է կանխարգելել, այսինքն խրախուսել կրծքով սնուցումը։ Մյուսը, որ պետք է խուսափել ավելորդ սննդակարգերից եւ ուշ ներմուծումներից ալերգեն համարվող սննդատեսակների, այսինքն բնական ճանապարհով ինչու է հիմա հաճախացել է, որովհետեւ նախկինում համարում էին, որ այդ ալերգեն համարվող սննդատեսակները, օրինակ կաթը, կովի, ձուն, ընդեղենը, ձուկը պետք է ուշ ներմուծել, որպեսզի չառաջանան ալերգիա, բայց ներկայումս կան ապացուցված տվյալներ, որ ընդհակառակը դա վնասում է եւ ավելացնում է ալերգիաների առաջացումը եւ խորհուրդ է տրվում այդ սննդատեսակները ներմուծել նորմալ ճիշտ ժամանակին եւ թույլ տալ, որ երեխան օգտվի բազմազան սննդատեսակներից առանց արգելքների եւ միայն ապացուցված ալերգիաների դեպքում է պետք խուսափել եւ հետեւել որոշակի սննդակարգերի։ Իսկ ինչ վերաբերում է ամառվանից առաջ ախտանիշների կանխարգելմանը, իհարկե հակաալերգիկ դեղերը հասանելի են դեղատներում նույնիսկ առանց դեղատոմսի, որը նորմալ է եւ այդ երկրորդ սերնդի, որոնք չեն առաջացնում սեդատիվ էֆեկտ հակահիստամինայինները մարդիկ կարող են գնել եւ օգտագործել առանց բժշկի խորհրդի։ Որոնք են այն top 3 դեղամիջոցները, որպես առաջին օգնություն կարող են ալերգիկները գնել եւ օգտագործել։ Ես եկեք քիմիական անուններով ասեմ, որպեսզի որևէ դեղորայքի հետ կապված խնդիր չառաջանա։ Դրանք լորատադին, ցեցիրիզին, այդ երկրորդ խմբի կամ դեզլորատադին, լևոցեցիրիզին այս խմբի դեղորայքներն են, նաեւ բիլաստին։ Այս դեղորայքները կարելի է օգտագործել, բայց իհարկե երկարաժամկետ օգտագործման համար խորհուրդ չի տրվում, որ մարդիկ ինքնուրույն այդ որոշումը կայացնեն, պետք է բժիշկը նշանակի ելնելով առանձնահատկություններից օրգանիզմի, բայց դեղորայքային բուժումը ամենակարևորը չէ, կարևոր է այն մարդիկ, ովքեր գիտեն, որ օրինակ սեզոնային ալերգիա ունեն, տան օդափոխումը կազմակերպեն ոչ թե լուսամուտները բացելու կամ լվացքը դրսում չորացնելու միջոցով, այլ հնարավորինս ավելի օդափոխիչ սարքերի
միջոցով, որոնք պարունակում են HEPA ֆիլտրեր եւ լվացքը չորացնել տան պայմաններում, որպեսզի հետո այդ ծաղկեփոշիները չհասնեն նրանց շնչուղիների լորձաթաղանթի վրա եւ ամեն տուն գալուց հետո սովորական աղաջրով կամ ֆիզլուծույթով լվանան վերին շնչուղիները, որպեսզի ալերգենները հեռացվեն շնչուղիներից։ Գոլոշեցնող սարքերը բնականում որքանով եք կողմ իրենց հակագովաց չեն կանում, բայց իրականում կախված է սարքի որակից, հաճախ եթե ավելորդ խոնավություն է լինում, հենց սարքը կարող է բորբոսասնկերի տարածման պատճառ դառնալ, որովհետև խոնավություն է, բայց եթե ճիշտ խոնավություն են պահպանում տանը եւ օգտագործում են HEPA ֆիլտրեր, որոնք ժամանակին մաքրվում են, հատկապես մեր աղտոտված օդի պայմաններում կարելի է օգտագործել։ Սովորաբար, եթե մենք ապրում ենք մաքուր միջավայրում եւ աղտոտված չէ մթնոլորտային օդը, խոնավությունը հասարակ ապահովելու համար կարելի է ուղղակի թեյնիկը եռացնել եւ այդ գոլորշին, երբ որ նորմալ ճաշ ենք եփում կամ լվացք ենք չորացնում օրինակ տանը, այդ խոնավությունը բավարար է ապահովելու համար։ Բայց եթե իհարկե ջեռուցումը օրինակ ձմռան ամիսներին չորացնող սարքերի միջոցով է, այդ դեպքում կարիք լինում է երբեմն օդը խոնավեցնելու։ Ես օրինակ մի քիչ էլի հետ եմ գնում, երբ որ մենք երեխա ենք եղել, նման բաների մասին կարելի է չենք էլ խոսում, որովհետև չգիտենք էլ երևի մեծ ամասամբ, հա, ինչ է դա։ Բայց ես նաև նկատել եմ, որ հիմա 21-րդ դարում այս ժամանակահատվածում նաև շատ ուժեղ արտահայտվում է ալերգիան հազի տեսքով։ Ես խոսում եմ երեխաների մասին, որովհետև ես ունեմ 3 երեխաներ ու իրենց մոտ շատ հաճախ հենց ալերգիան արտահայտվում է հազի միջոցով, որովհետև դիմելով մասնագետին մենք պարզում ենք, որ այո, հազը X ինչ-որ պատճառն է ալերգիայի։ Դա ինչն է ավելացել մեր կյանքում, հա, որ ավելի շատ հազով է արտահայտվում երեխաների մոտ։ Իրականում չգիտեմ կոնկրետ ինչ նկատի ունեք ալերգիկ հազ ասելով, բայց երբ մենք խոսում ենք ալերգիկ հազի մասին, դա ասթման է։ Այսինքն, երբ բժշկի մոտ կասկած կա, որ որոշակի ալերգեններն են պատճառ հանդիսանում հազի համար եւ երեխան 4 տարեկանից մեծ է, պետք է անպայման հետազոտել նրան ասթմայի համար, որպեսզի բարձրի իսկապես այդպես է, որ ալերգեններն են պատճառ, եթե հնարավոր է ալերգենների վերահսկողություն իրականացնել տան պայմաններում եւ ամենակարևորը ճիշտ վարում, որպեսզի այդ հազերը բարդությունների եւ հոսպիտալացումների պատճառ չհանդիսանան։ Մենք կրուպինոպաներ ենք ունենում շատ հաճախ, բայց կապ չունի ալերգիայի հետ։ Հենց այդ եմ ասում, մենք կրուպինոպաներ ունենք, մենք արդեն տարբերում ենք դա թե ինչպես է արտահայտվում այն։ Մի խոսքով լավ, դա շնորհակալություն կֆիքսենք։ Եվ ամառ է։ Այսօր բոլորը ձգտում են գնան ծով, արտերկիր եւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բախվում ենք տարբեր խնդիրների։ Այ հիմա ծնողները վստահ եմ դիտում են, լսում են, ինչ պրիմիտիվ քայլերի կարելի է գնալ երկրից դուրս գտնվելով, որովհետև երբ որ մենք երկրից դուրս ենք, ինչ-որ մի հատ բան տեղի ունենում, մենք խառնվում ենք իրար։ Երբ որ լինում ենք մեր տանը, չէ՞ մենք հանգիստ կարող ենք զանգել մեր բժիշկներին, գիտենք ստանդարտ դեղեր, որոնք օգնում են, դեղատուն կարելի է գնալ, իսկ արտերկրում ինչ-որ մի հատ ցան կամ ինչ-որ մի բան է սկսվում, մեր մոտ պանիկա է սկսվում։ Ինչը պետք ուղեբեռում ունենալ պրիմիտիվ։ Առաջին հերթին բժշկական ապահովագրություն ավելի ծանր դեպքերից ապահովագրված լինելու համար, մյուսը ճանապարհորդական դեղատուփ, որի մեջ ոչ միայն հակաալերգիկներ, այլ նաև ջերմիչեցնող դեղորայք, արևապաշտպան կրեմ, մոծակներից պաշտպանության միջոցներ, արևայրուքից հետո օգտագործելու կրեմներ, հակահիստամինային դեղորայք եւ անտիսեպտիկներ, որոնք որ տեղային օգտագործման վնասվածքների դեպքում տեղային օգտագործման համար կարող են կիրառվել։ Դրանից ավելի լուրջ դեղորայք պետք է ունենան այն մարդիկ, ովքեր ունեն ախտորոշված ալերգիաներ եւ բժիշկը իրենց նշանակել է հատուկ դեղորայք, օրինակ մենք ասթմայի դիսպանսերում ունենք 2000-ից ավելի հիվանդներ եւ եթե նրանք ճանապարհորդում են, իրենք ունեն հստակ պլան գրված, թե ինչ պետք է անեն սրացումների ժամանակ, որքանով պետք է բարձրացնեն կամ ինչ դեղորայք լրացուցիչ պետք է օգտագործեն եւ ամեն հիվանդին իր անհատական պլանը տրվում է գնալուց առաջ։ Շատերն ալերգիան կապում են անմիջապես արևի, փոշու, ծառերի եւ ծաղիկների հետ։ Ամռան այս շոգ սեզոնին հատկապես որ ալերգիաներն են ամենաակտիվը եւ ինչպես կարող է մարդը տարբերել սովորական մրսածությունը կամ շոկից առաջացած մաշկային գրգռվածությունը իրական ալերգիկ ռեակցիայից։ Եթե մենք խոսում ենք մաշկային դրսևորումների մասին,
ապա ալերգիաները, իսկական ալերգիաները մաշկի վրա հաճախ դրսևորվում են երկու տեսակի ցաներով, մեկը եղնջացանն է, որը հենց եղնջի խայթոցի նման առաջացող բլիթ ցան է եւ իր տեղակայումը փոխում է 24 ժամվա ընթացքում։ Երկրորդ տեսակի ցանը դերմատիտի տիպի ցաներն են, որոնք ավելի հաճախ տեղակայվում են այս ծալքային հատվածներում, մաշկի չորությամբ են դրսևորվում եւ խիստ քոր են առաջացնում։ Այս երկու տեսակի ցաները եթե կան, ավելի հավանական է, որ դրանք կապված լինեն որևէ ալերգիայի հետ։ Եթե մենք խոսում ենք շնչառական դրսևորումներից, դրանք փրշտոցներ, քթիփակվածություն, հազ, նաեւ ասթմայի սրացումները սրանք պետք է տարբերել վիրուսների ժամանակ առաջացող նմանատիպ երևույթներից, այսինքն վիրուսի ժամանակ հարբուխի նշաններ մենք ունենում ենք միայն այդ ընթացքում, իսկ ալերգիայի ժամանակ կարող է շուրջ տարյա լինել ախտանիշները կամ սեզոնային, կախված նրանից, թե որ ալերգենով է պայմանավորված։ Մի խոսքով ինքնաբուժությամբ չենք զբաղվում, դիմում ենք մասնագետներին։ Շնորհակալ ենք շատ։ Մեր հյուրներ Արաբկիր բժշկական համալիրի շնչառական բժշկության եւ ալերգոլոգիական իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը։ Ձեզ լավ օր։ Շնորհակալ ենք ինֆորմատիվ զրույցի համար։ Այս եւ մյուս հարցազրույցներ կարող եք գտնել Կենտրոն հեռուստաընկերության YouTube-յան պաշտոնական ալիքում։ Ձեզ լավ օր։